այս մասան չի կարա նման կերպ աշխատել։ Որտեղ մենք չենք կարա իմանալ, հենց հիմա կարամ հանեմ, բռակ ապրանք ա եկել։ Հետ են բերում մարդիկ, տանումը չի լինում, տուն գետ ա բերում։ Ես որը գրեմ, որը ջնջեմ, ինչ անեմ։ Մենք չենք կարող դա ասել։ Խնդրեմ, բոլորին կարող եք։ Երևի կհանգեցնի նրան, որ մենք բոլորս աշխատանքը կթողնենք ու կմնանք անաշխատունակ, որտեղ մենք այսքան հարկեր մուծելով հաստատ չենք կարող հասնել գոնե գոյատևելու։ Դե աշխատանքի վայրում ենք, հնարավոր չի աջակցել, այսինքն եթե այնպես լիներ, որ բոլորը մասնակցեին, իհարկե կաջակցենք, որտեղ այդ օրենքը միանշանակ բոլորն էլ դեմ են, մեկը չկա, որ կողմ լինի, քանի որ հնարավոր չի ապրանքների մեկ-մեկ գրի առնել ու տանն էլ ապրանքներ ունեն, կարող է այդ մի հատը վաճառվել է, ես տան մնացած ապրանք ձեռնատուя մանր բիզնեսին կպներ, որպեսզի խոշոր հարկատուները խուսափեն հարկերից իմ կարծիքով, քանի որ խոշոր հարկատուները պահվել են մի անկյունում, ինչա, անդադ պետքա կպնել մանր բիզնեսին, դա անհնարավոր, որտեղ արդեն մենք հարկեր վճարում ենք, լրացուցիչ քաշքշուկների, չգիտեմ, թղթաբանության, գրառումների, հիմա բոլորը մտածում են, թե ոնց կարելի է այդ ամեն ինչը ներկայացնել, ու անհասկանալի է, թե սրատակ ինչա հագնված։ Իրանք Հովիկ Աբրահամյանն ասում է, մենք չենք ուզում մանր բիզնեսին կպնել, բայց ինչ է նշանակում չենք ուզում, դուք ձեր ապրանքը, իրանց ինչին է պետք, ես ինչքան ապրանք ունեմ, ես կարող $10,000 ապրանք հագցնում եմ տանը, քիչ-քիչ եմ բերում կամ տանից եմ կարող դա վաճառում, ես ինչի պետք է իրանց ֆակտուրա ներկայացնեմ, թե ես ինչքանի ապրանք եմ բերում նախ Թուրքիայից կամ չգիտեմ, կամ այդ նույն բանը այստեղ կա օպտավոյ շուկա Մարդ կա, ֆինանս չունի գնա Թուրքիա հասնի, գնում է այնտեղից ապրանք առնում։ Ես ոնց կարող եմ գնամ օպտավոյ, ասեմ, դուք ինձ տվեք ֆակտուրա կամ տվեք ՀԴՄ-ի կտրոն կամ տեղական հագուստներ են մարդիկ կարում ընդհանրապես կոպեկներով վաճառում են, նույնը բերում ես այստեղ մի 1000 դրամ ավել վաճառում ես։ Ինչպես կարելի է իրանցից ուզել ՀԴՄ, նորից այստեղ հարկ խփել, այսինքն դուրս է գալիս, որ մենք աշխատենք Մեր ստացած բոլոր այն կոպեկները իրանց տանք տեղից արդեն այստեղ բոլորում հարցնեք բոլորը վարկերի, բանկերի, հարկերի, արդեն մարդիկ զզվել են, ինչքան կարելի է այս աստիճան մարդկանց այնպես անել, որ ինչա, նույնիսկ տոմսի գումարել մարդ չունենա, թողի այս երկրից գնա, ինչ են ուզում։ Հետո ասում են 15 թիվ ցեղասպանություն, չի կարելի սենց մարդկանց հոգեկանների վրա ազդում են։ Բոլորը ում նայում ես մարդկանց մտատանջված, դեպրեսիայի մեջ են մարդիկ։ Նույնիսկ այստեղ էլ գալիս է այնքան էս դեպրեսիայի մեջ, որ մի կտոր ապրանք վաճառես, որ կարողանաս տեղի գումարը տաս, հարկերը տաս, ՀԴՄ խփես, ինչքան կարելի է, թող վերացնել ես։ Առավ ես չեմ վախենում բարձրաձայնել, սա ձեռնտու է կառավարությանը։ Այսինքն, չգիտեմ դրանց տակ ովքեր են հագնված, իրանք չեն էլ պարզաբան, ասում են մենք 1% հարկեր ենք դրել, բայց ի՞նչ է նշանակում 1%, ձեզ թվում է թե կարող է իրանք մեր հարկերը իջացնեն։ Դա աբսուրդ կլինի։ Թող մի հատ իրանք իրանց նայեն, թե ինչա կատա, ինչ են ուզում։ Թող բարձ բարձրաձայնեն, ասեն ինչ եք ուզում։ Արդեն իրանք գիտեն, որ այս մանր բիզնեսը ահա որ մեռած է, տեղից մեր երկիրը ընդհանրապես 1 միլիոն մարդ է մնացել։ Եթե հաշվեն, հաշվառում կատեն, ասում են 3 միլիոն, դա ծիծաղելի թիվ է, ամբողջ ազգությունը գնացել է Ռուսաստանները արտագաղթել է, ինչ են ուզում անեն։ Արտագաղթեն հայաթափեն, որ մի անգամից թուրքը Կես ժամվա ընթացքում գրավի ես հողերը, դա են ուզում։ Կոնկրետ հիմա ես իմ տղան բանակում ծառայում է, թող մտածեն այն ընտանիքների մասին, որոնք որ ոչ մի արտոնություն չունեն, ծառայողի ընտանիք է, ես ոչինչից չեմ օգտվում։ Ինչ է նշանակում դա։ Ու առաջինից տղաս սահմանում ծառայում է, որ իրանք այստեղ մեզ ճնշեն, չկարողանաս նույնիսկ բանակայինից ոչ մի կոպեկով օգնես։ Հարկեր բարձրացնեն, ջուրը, գազը, լույսը, բավական հերիք է, զզվել ենք։ Թողենք գնանք երկիրը հայաթափենք, վերջացնենք։ Չգիտեմ, թող մտածեն, որ ոչ մեկ չի ցանկանում, այս ում ուզում եք խոսացրեք, միգուցե շատերը փախնեն էլ, չուզենան խոսեն, բայց սա չգիտեմ ինչ է, սա զանգվածային կոտորած է։ Թող թուրքին չմեղադրեն, ոչ մի 15 թիվ չբարձրացնեն։ Իրանք սենց ավելի իրանք լավ ձևով մեր գրպանները մտել են, նորից ուզում են մտնել։ Ինչքան կարելի է, պիտի բոլորը սենց փակեն, ամիսներով խանութները չբացեն, կամ թող տեղի փողերը իջեցնեն գոնե։ Եթե պիտի հարկերը ավելացնեն, թող տեղի փողը իջացնեն, ինչ անշանակում է փոքր բներին, ես ինչքան գումարներ տանք։ Էլ հարկերի մասին չեմ էլ ասում։ Իմաստը ո՞րն է դրա։ Եթե խոշորին են ուզում կպնեն։ Խոշորին են կպնում, թող գնան այնպեսի սուպերմարկետներ կան, ՀԴՄ ընդհանրապես չեն տալիս։ Մենք չգիտենք ոնց պետք է։ Ես գնում եմ մի քիչ լիքի ապրանք եմ բերում։ Ինքը ինձ թուղթ չի կարա տա։ Ես քիչ-քիչ փակվում եմ։ Գլուխները չի աշխատում, թե ոնց պետք է լինի։
Այսքան սեղանը մի փյուկր 7.7 քառակուսիա հարկ են մտրել վրեկներս։ Մի հատ դուք բան արեք, ես ուզում եմ իմանալ, թե որ քառակուսին պետք է հարկայինը արդեն մեզի տեղավորի։ Մենք 7 քառակուսի 0.7 քառակուսիա մեր տեղը։ Ինձ մի հատ ռազմեր պակասում է, վազում գնում եմ, այդ մի ռազմերը բերում դնում եմ, վաճառում եմ։ Ես այդ մի ռազմերի համար 2 ստորագրություն իրենից ուզեմ, երկուսն էլ ես տանեմ հաշվապահություն, պեչատել տամ ֆակտուրա, նոր բերեմ էդի վաճառեմ։ Ինչքան է խելացի։ Ինչ պետք է բոլորս դուրս գանք, ինչ անենք։ Թող աշխատանք տան, եթանք ուրիշ տեղ աշխատենք։ Սաղս դարձրել են վաճառական, հիմա էլ օրը մի օր են հնարում են։ Դե որ նույնը մնա ավելի լավ կլինի, որտեվ ասում են տան եղածով պետքա լրիվ գրվի։ Ճիշտ չի։ Այսպես չենք կարողանում տակից դուրս գանք, ոնց որ ասած։ Նորից նոր օրենքներ չենք ուզում։ Իսկ եթե օրենքը ընդունվի, ինչ խոչընդոտներ կլինեն ու առևտուրը կկանգնի, այսինքն ինչ կլինի։ Դե շատ խնդիրների առաջ կկանգնենք։ Սենց թե նենց արդեն կանգնած ենք։ Տեսնում եք, մարդ չկա, դատարկ կանգնած ենք։ Մեկը պայքարենք, ինչ էլ անենք, ինձ թվում է մեկը իրանցը պետք է անեն, բայց մենք էլ միջև վերջ պետք է գնանք, որտեվ ի վիճակի չենք էլ։ Այսինքն գուցե փակվեն այլ։ Կփակվի, այո, արդեն փակվածի հաշվի է, դուք ինքներդ էլ եք տեսնում։ Այդ ավելորդ թղթաբանությունները ինձ թվում է բոլոր վաճառողներին թյուրիմացության մեջ կգցի։ Դեպքեր լինում, որ ասենք ապրանքը վաճառում ես, ճիշտ է, հիմա այդ գնով բերում ես, քո գնած ապրանքը այդ գնուց էժան վաճառում ես սպալում։ Տանում են հետ են բերում, կամ մի օրից է բան, այդ նոր օրենքով ինձ թվում է խանգարի, ժողովրդին չի թող հանգիստ։ Խանգարի նաև այսպես ասած գնորդ վաճառող հարաբերությունները։ 100%-ով այդ գնորդ վաճառող հարաբերությունները մարդը գալիս է խնդրում է տանում է, հետո վրան չինում կամ մեկը չի հավանում, հետա բերում, հիմա դու այդ ապրանքը ինչ անես։ Բայց դու ցույց ես տվել, որ վաճառել ես այդ ապրանքը։ Մարդ էլ կա, հիմա դու առել ես 20,000 դրամ, վաճառում ես 15,000 դրամ, 5,000 քո առած գնից մի հատ է մնացել, վաճառում ես։ Հիմա դու ցույց ես տալիս այդ գինը ոնց կլինի, այդ հարցը ոնց կլինի։ Մարդիկ չգիտեն, մտածեն գնա։ Հաջան, սակարկել հենց դա է լինում, մարդը գալիս սակարկում, ասում են գումար ունեմ։ Հիմա տեղն իմ անունով է կինս ապրանքը բերում, այդ թուղթը ոնց պետք է բերի այդ ֆակտուրան, ես դա չեմ պատկերացնում, կինս գնում բերում է, ես վաճառում եմ, տեղն իմ անունով է։ Այդ տենց հարցեր կա։ Մարդկանց չեն թողում, որ զբաղվես իրանց բանով։ Այդ նոր օրենքը սխալ օրենք է։ Երեք տելեվիզորով ինչ որ մեկն ասես, որ մեկը քարա գցում փոսի մեջ 100 հոգի չեն կարող հանեն այդ քարը։ Հիմա точно այդ պատմությունն է եղել։ Ինձ թվում է ժողովուրդը պետք է մտածի, որ մի կտոր հացի փող ոնց անի, ճիշտ ասեց հարևանը, որ ոստե կանգնեք ամբողջ օրը կանգնեք, մարդկա օրերով հիմա այս շարքի ուղիղ կեսից ավելին մի կտոր բան չի ծախել, սրտա չի արել։ Այդ մարդը հիմա ինչ անի, թե այդ առևտրի մասին մտածի, թե մտածի թե թղթաբանությունների հետևից։